Վարչապետի առաջարկի մասին լսել եք, որ ուզում են համաներում տան վարորդներին, ովքեր խախտումներով զրկվել են։ Կարող ասել։ Ինչ կարծիք ունեք այդ առաջարկի մասին։ Բացասական։ Ինչու։ Եթե վարորդը կարգ խախտել, հա, հիմա նորից ուզում եք նորից վերադարձնեք մի հատ էլ խախտի, ուրեմն նորմալ չի։ Չեն ուղղվի, ավելի նորմալ չեն քշի։ Կասկածում։ Վարչապետի առաջարկի մասին լսել եք, վարորդներին համաներում տալու։ Չէ։ Ուզում են այն վարորդներ, ովքեր զրկվել են օրենքով սահմանված կարգից վարորդական իրավունքից։ Կողմ չեմ։ Ինչու։ Որովհետև արդար չի այդ մնացած վարորդների հանդեպ։ Չեք կարծում, որ նրանք կուղվեն ավելի լավ։ Չէ, չեմ կարծում։ Եթե մի անգամ առանց ինչ-որ պատահարի են կարողացել բրծնեն, ուրիշ անգամ կարող է վատ հետևանք ունենալ։ Բա ինչ եք կարծում, ինչու է նման առաջարկ արվում այս փուլում։ Ես իրականում այդ ասեկոսեներ են, կարծում եմ տենց իրականում տենց բան չկա։ Չէ, ինքը արդեն իր էջում գրել է վարչապետը եւ քվեարկության է դրել, ասում ով է կողմ, որ նրանց վարորդական իրավունքները վերականգնենք 6 բալով այս դեպքում մի տարի ժամանակ տանք, հետո նոր։ Ну, միգուցե այդ բարակայում ավելի արդար լինի, բայց չեմ կարող ասել։ Իսկ ինչ եք կարծում, սա նոր խնդիրներ կառաջացնի, թե ոչ երթևեկության մեջ։ Կարծում եմ ավելի շատ հավանականությունը մեծավոր կառաջացնի, քան թե չի առաջացնի։ Առաջարկի մասին լսել եք համաներում տալու վարորդների, թե չէ։ Չէ, չենք։ Որ որ զրկվել է, մի տարի հետո վերականգնվի առանց քննության։ Չեմ նայել, Արեգ ջան։ Բայց հիմա նման բան է քննարկվում, ինչ կարծիք ունեք։ Դե նորմալ է, եթե վերականգնում են նորմալ է։ Առանց քննության վերականգնելը նորմալ է։ Չնայած ինչ խախտում եթե արել են։ Ցանկացած։ Դա արդեն իրանք պետքա որոշեն, ես չեմ կարող ասեմ։ Դուք ինչ կասեք։ Ցանկացածը չէ, որովհետև եթե հարբած բռնել են մարդուն, իսկ հարբած վարորդը ինքը վտանգ է նաև ուրիշի համար։ Դրա համար կարող են զրկեն մի շատ ավելի մեղ զանցանքի համար։ Այդ համահավասարացնելը միշտ է սխալ է։ Դե հիմա իրենք մի տարի զրկված են, այդ մի տարին լրանալուց հետո վարչապետն առաջարկում է 6 բալով մի տարի քշելու, վարելու հնարավորություն տան, եթե խախտումներ չանեն, էլի 13 բալով սկսեն վարել։ Սա արդար է մյուս վարորդների նկատմամբ, ովքեր օրինակ կանոնների համաձայն մեքենան վարում են։ Գիտեք, ընդհանրապես արդարության մասին եկեք չխոսենք, որտեղ ասում եմ, եթե ուզում ես ամեն ինչ ճիշտ լինի, արդար չի լինի, եթե ուզում ես ամեն ինչ արդար լինի, ճիշտ չի լինի։ Քաղաքական ենթատեքստ տեսնում եք այս փուլում համաներում անել ընտրություններից առաջ։ Դե մենք սովոր ենք ամեն ինչ քաղաքական ենթատեքստ տեսնել, չնայած իրական տենց էլ կա, բայց նույնիսկ այս վիճակում ինչ-որ պոպուլիստական բաներ պետք չի ասել, էլի։ Նույնն էլ են բաներ ասում, չէ՞ տաշիրներ ասում։ Նա էլ ասում են ընդհանրապես առանց ոչ մի բանի հետ կտան։ Ո՞մ եք, որ պրավից զրկված վարորդներին համաներ են, ովքեր տարբեր պատճառներով, խմացության եւ այլ պատճառներով զրկվել են վարորդական իրավունքներից։ Ինչ պատճառներով են զրկվել։ Դե մեկը խմացության պատճառով, մեկը Դե դա ինսպեկտորը ստուգում է։ Կանգնացնում Հա, հիմա այդ զրկվածներին ուզում են համաներում տան, նորից վկայականները հետ տան, պրավեկը հետ տան, որ էլի կարողանան մեքենա վարել, ինչ կարծիք ունեք։ Մոսկվայում էլ այդպես եղել, պրավաները հետ են տվել, նոլ են արել, դա ից այք էստեղ խոսած։ Հա, առանց քննության նոր պրավեկ տալուն կողմ եք։ Էդի կարելի է փոխել։ Դժվար չի։ Գտեցը մի շաբաթվա գործ է։ Հա, բայց դուք այդ որոշման կողմ եք, ճիշտ է։ Ուղղակի այն ճիշտ չի, որ այստեղից գնում են իրենց պրավայով եւ վերջին լարսում կանգնացնում են պատճառելով։ Հա, որ պետք է փոխվի, դա ճիշտ։ Լավ։ Այդ պայման իրանք պետք է թողնեն ամցնի, եւ գնալու նոր կարող են այստեղ փոխել։ Ես այլ բան եմ հարցնում, Տիկին ջան, ասում եմ մեկը, որը օրինակ խմացության պատճառով զրկվել է պրավից, հիմա իրեն Էդի ոչինչ, էդի ստուգում են խմիչքը, խմածա թե չէ։ Մեր վարորդները դելեաման կնվագեն։ Բայց իրենք խախտումներով են, չէ՞ քշել։ Դե մարդը հեմի էլ սխալ է երե, հեմի դասվիգը էլ չեն էլ են։ Կարծում եք, որ էլ ալկոհոլ օգտագործած չեն նստում։ Դժվար էլ են։
Կեն են, Բայց Չեն են։ դուք մեքենա վարում եք, Մեկ չմարտուցել էլի։ Չէ։ բայց չեք մտածում, որ ձեր կյանքն էլ է վտանգում նման որոշումը։ Եթե մի մարդը մի անգամ նույն սխալ երկրորդ անգամը կենե, Հա։ նույն սխալը երկրորդ անգամ կենե, ուրեմն այդ մարդը նորից սպես տեմպես այդ բրավեն պետք է հանե։ Դուք որպես վարորդ ինչ կասեք, արդար։ Չէ, ձեր հետ եմ։ Արդար է ձեր նկատմամբ, որ դուք օրինակ օրենքը Ես չեմ ուզել պատասխանը։ կողմ եք, որ ուզում են վարորդներին համաներել։ Չէ։ Ինչու։ Բարև ձեզ, կողմ եք, որ ուզում են վարորդներին համաներել, ովքեր պրավից զրկված են։ Իրականում ես հասկանում եմ, որ դա մի քիչ դժվար հարց է ու իմ մասնագիտական հարցը չի, դրա համար խորը կարծիք չունեմ, բայց ես Որպես քաղաքացի, ոչ պետք է նաև երթևեկության մեջ գաք, անցորդ եք։ Ես որպես վարորդ էի ուզում ասեի, որ որպես վարորդ ինքս հանձնել եմ քննությունը եւ ստացել եմ եւ կցանկանայի բոլոր նրանք, ովքեր հիմա ասում են, որ առանց վարորդական իրավունքի են ուզում, առանց քննության են ուզում նորից վերադառնալ վարորդական իրավունք ստանալու եւ քշելուն, ես կողմ եմ, որ քննությունը հանձնեն, դրա մեջ բարդ բան չկա, եթե կարողանում են քշել, կարող են հանձնել։ Այս նոր առաջարկի մասին լսել եք, որ Այո, լսել եմ, ես հասկանում եմ դա ինչի համար է արվում, որովհետև այդ մարդիկ էլ ես տեսել եմ, որ փոփոխությունը ինքը շատ լոյալ չի, դրա համար օքեյ եմ դրա հետ, այսինքն տալիս է շանս։ Բայց միևնույն է, ես կողմ եմ, որ քննությունները հանձնեն։ Համաներման մասին լսել եք։ Ինչ համաներում։ Վարորդներին, որ համաներում են տալու, ովքեր որ զրկված են, Նիկոլ Փաշինյանի առաջարկը լսել եք։ Չէ, չեմ լսել։ Կողմ եք դրա հետ։ Որ զրկվածներին համար։ Հա։ Չէ, իհարկե։ Ինչի։ Հիմարություն է, դու գնա քննություն։ Կողմ եք, որ առանց քննության պրավեկը պետքա վերականգնեն, ովքեր զրկվել են։ Ապա մենք սիրիացի ենք, մեզի պրավեա չեն տալիս։ 1200 հարցում։ Ես ոնց սովորեմ 70 դատարեկան մարդ։ 1200 հարցում։ Ես 74-ին ավտոբուս քշեմ։ Անտեղ նստողին ավելի լավ ավտոբուս քշեմ ես։ Ատ ով որ այս հրամանը հանելա։ Այս աբուշ բան է ասի։ Առանց քննության ուզում են պրավեկը վերականգնեն։ Ինչ ուզում են անել։ Լսել եք։ Լսել եք այդ առաջարկի մասին։ Լսել եմ։ Եվ ինչ կարծիք ունեք որպես վարորդ։ Խանգարին նման բանը երթևեկությանը, թե ոչ, թե պետք է ամեն դեպքում նրանց համաներել։ Չի խանգարի, կարող են ներել։ Իսկ մի բանը խախտածը երկրորդ անգամ չի խախտի։ Դե խախտի են նորից ասում եմ, որ արդեն հաջորդ անգամ դիտայելի։ Դուք կողմ եք, որ առանց քննության պրավեկը վերականգնվեն։ Չէ, իհարկե։ Վարչապետի առաջարկը լսել եք։ Կողմ եք, որ առանց քննության պրավեկը վերականգնվի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, նրանք ովքեր վարորդական իրավունքից զրկվել են, 1 տարի հետո առանց քննության պրավեկը հետ վերադարձնենք։ Նիկոլ Փաշինյանը այդպես բան ասել։ Հա, իր Facebook-յան էջին է գրել, մի հատ քվեարկություն ա դրել։ Չեմ հավատում։ Կողմ չեմ։ Կողմ չեմ։ Ինչու կողմ չեք։ Կողմ չեմ, որ առանց քննության վերադարձում բրավան։ Խնդիրներ կառաջանան։ Կարող է առաջանան։ Կարող է առաջանան։ Այս ձեզ ինչու են նման նախաձեռնությամբ հանդես գալիս Ով։ իշխանությունները։ Ես նման բան չեմ լսել։ Եթե հեռախոս ունեք, հենց հիմա կարող եք բացել Նիկոլ Փաշինյանը։ Հեռախոս ունեմ, բայց տալու եմ։ Ես ամեն ինչի նայում եմ։ Ես քեզ լավ ճանաչում եմ։ Հիմա դուք դեմ կքվեարկեք, թե կողմ Փաշինյանը իր էջում քվեարկություն է դրել։ Դեմ կքվեարկեմ։ Քննություն պետք է։ Կողմ եք, որ առանց քննության պրավեկը վերականգնվի։ Ոչ, այդքան չի։ Ծանոթ եք կառավարության առաջարկի հետ։ Լսել եմ թե Վարորդական իրավունքները առանց քննության վերականգնվի։ Հա, ոչ է։ Բայց դա վտանգ է, որ իրավիճակ չի ստեղծի երթևեկության մեջ։ Դե քննություն տան։ Չէ, հիմա տեսեք ինչ են առաջարկում, ասում են նրանք ովքեր զրկված են, 1 տարին լրացել է, ստանան հետ իրենց պրավեկը 6 բալով, եթե այդ 1 տարի վարելով խախտումներ թույլ չեն տա, չեն զրկվի այդ 6 բալից, արդեն 13 բալով իրենց վերականգնվի։ Սա արդար է։ Հա, արդար է, ինչի արդար չի։ Իսկ եթե օրինակ խմած են Չէ, խմած չի կարելի նստել։ Դե հիմա այս համաներումը բոլորի վրա է տարածվում։ Դե հա,
կարելի է մի քիչ ներել, բայց խմած ընդհանրապես չի կարելի վարել։ Բայց չէ կարծում, որ երթևեկության վիճակը էլ ավելի կվատանա։ Դե խմած ով որ խմած ա եղել, գոնե մի քիչ ներում շնորեն, նորից կրկին անգամ։ Հավորելի խմած Չէ, նստել։ չի կարելի, այ դրա համար թող դատեն։ Այ եթե մարդ գցի մեքենայի տակ, հետո ինչ կանել ուզում են դատեն։ Թող դատեն։ Չէ, հարաբես պետք է չի կարելի ղեկին խմել։ Դուք կողմ եք, որ առանց քննության վարչական իրավունքները վերականգնվի։ Առանց քննության վարչական իրավունքները վերականգնի չէ։ Վարչական իրավունքները։ Վարորդական իրավունքների մասին հերթական խայտարակություն Լսել եք Փաշինյանի առաջարկի մասին։ Լսել եմ, իրենից չեմ լսել, այլ խոսակցությունները ու դժգոհություններն եմ լսել։ Ինչու՞։ Տեղյակ եմ։ Որ անհեթեթ հերթական ուրեմն խայտարակությունն է։ Քաղաքական ենթատեքստ տեսնում եք ընտրություններին ընդառաջին։ Անշուշտ, իհարկե։ Բոլոր քայլերում էլ տեսնում եմ, սա եւս հերթական քայլերի մեջ եմ դիտում։